Վարչապետը ելույթով հանդես է եկել Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների եւ վարչարարության բարելավման միջոցով խորագրով գործարար աշխատաժողովին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, քննարկումը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես են կառավարությունը եւ մասնավորը միասին սպասարկում Հայաստանի պետական շահը, այն ըմբռնմամբ, որ պետական շահը տնտեսական զարգացումն է։ Տնտեսական զարգացումը եւ նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու եւ լուծելու։ Եվ այս առումով իհարկե ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում, ինձ համար կարևոր է նաեւ հասկանալ, թե ինչ մթնոլորտ է դիրում գործարար միջավայրում եւ ինչ խնդիրներ կան։ Էքսպո 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա համաշխարհային ցուցահանդեսը կրկին միավորել է աշխարհի ամենապայծառ գաղափարները։ Ճապոնիայում մոտ 160 երկիր ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում իր նորարարությունները։ Հայաստանն այս տարի կրկին ներկայացված է ցուցահանդեսին։ Միջազգային ամենանշանավոր ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է այսօրվա եւ վաղվա սյուները խորագրով առանձին նորարարական տաղավարով։ Մեկնարկից ի վեր մեր տաղավարն այցելուների պակաս չունի, ներկայացված են կառավարության մեգա նախագծերից ինժեներական եւ ակադեմիական քաղաքները, Գյումրիի 4 նավահանգիստը, տրանսպորտային հնարավորությունները։ Միջազգային հարթակում ներկայացվում են նաեւ Հայաստանի տնտեսական բարենպաստ միջավայրն ու ներդրումային հնարավորությունները։ Ինչպիսի մակրոտնտեսական արդյունքներ եւ ցուցանիշներ ենք մենք արձանագրել վերջին տարիներին, ինչպիսի հարմարավետ պայմաններ ենք մենք առաջարկում մեր ներքին եւ օտարերկրյա ներդրողներին եւ ինչպիսի գործիքակազմեր կան ազատ տնտեսական գոտիներ։ Հայկական տաղավար այցելողներին պատմում են նաև մեր երկրի զբոսաշրջային ուղղությունների մասին։ Բոլորին դա հետաքրքիր էր, որ Հայաստանում բոլոր 4 եղանակները շատ ընդգծված են եւ բոլոր 4 եղանակներին այցելելու եւ Հայաստան տեսնելու յուրահատուկ առիթներ գոյություն ունեն եւ դրանք չեն կրկնվում։ Հայաստանի տաղավարը էկոնոմիկայի նախարարության եւ Թումոյի համատեղ նախագիծն է։ 6 ամիս տևող ցուցահանդեսին սպասում են մոտ 28 միլիոն այցելուի։ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում նորակառույց համալիրի բնակիչները կառուցապատողից պահանջում են վերադարձնել այն գրեթե 4000 քառակուսի մետր հողատարածքը, որտեղ նախագծի համաձայն պետք է ենթակառուցվածքներ լինեին, բայց փոխարենը տարածքը օտարվել է այլ կազմակերպության։ Բնակիչներն ասում են, իրենք վճարել են բազմաֆունկցիոնալ համալիրում բնակարան ձեռք բերելու համար, որի նմանը Երևանում չկար, բայց նախապես ներկայացվածն ու խոստացվածը հետագայում աղճատվել է։ Նրանք շարունակ բողոքի ձայն են բարձրացնում, տարբեր գործողություններ ձեռնարկում։ Իրենց իսկ պահանջով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ընդունել նրանց հանդիպմանը մասնակցել են նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչները։ Բնակիչները փոխանցում են քաղաքապետի խոսքերը, որ խնդրո առարկա տարածքը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների տակ է գտնվում եւ արդեն իսկ ներառված է Երևանի գլխավոր հատակագծում տվյալ հողամասով ու արդեն իսկ կառուցված շենքերով, հետեւաբար փոփոխության ենթակա չէ։ Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ։ Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված շուրջ 4000 քառակուսի մետր մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը եւ հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում Երևան քաղաքի 2024 թվականին հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները։ Մեր հողում աճող դրսի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող մրգի մրցակցության բարձրացման ուղղված Ֆրուտենիա 1-ի արդյունքների հիման վրա մեկնարկել է Ֆրուտենիա 2 նախագիծը։ Երեմիա ծրագրով նոր ու արդյունավետ մեթոդներով ֆերմերներին կվերապատրաստեն հիմնելու պտղի ու խաղողի բերքարատ այգիներ, իսկ ագրոպարենային մասնագիտությունները նոր սերնդի համար գրավիչ դարձնելու համար կկազմակերպվեն ագրոակումբներ եւ երիտասարդական ամառային ճամբարներ, կանանց ներգրավվածության ապահովման համար էլ կանցկացվեն դասընթացներ ու տարբեր միջոցառումներ։ Ֆրուտենիա 2-ի կարևոր բաղադրիչը ֆերմերների վերապատրաստումը մեր փորձագետների կողմից, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ այցերը այստեղ տնտեսություններ Հայաստանում, ինչպես նաև Եվրոպայում։ Մեկ այլ կարևոր բաղադրիչ է դպրոցականների հետ աշխատանքը, բարձր դասարանցիների հետ կողմնորոշումը, որպեսզի իրենք ավելի մեծ պատրաստականությամբ ներգրավվեն գյուղատնտեսությունում, դպրոցը ավարտելուց հետո գյուղատնտեսական կրթությունում եւ աշխատանքներում։ Նախագիծը ֆինանսավորում է Ավստրիական զարգացման համագործակցությունը իրականացնում iCare հիմնադրամը։ Ծրագիրը կավարտվի 2027-ին։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 2.6%-ով կազմելով բարելի դիմաց $67.63։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 3.5%-ով կազմելով բարելի դիմաց $64.68։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3341։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.3%-ով եւ կազմել մեկ հատի համար $84557։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 18-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 390 դրամ 90 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 444 դրամ 61 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 78 լումա։